Может, я сразу с поздравления начну? Գուցե նախ շնորհավորեմ, Дорогие женщины, дорогие наши սիրելի կանայք, мамы, սիրելի մայրեր, դուստրեր, քույրեր, сестры, կանայք, սիրելի մեր գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի Գարնան տոնի առիթով։ с наступающим, Տոն, որն այսօր նշում են աշխարհի մեծ մասում։ с праздником, который празднуют, практически, наверное, уже в большинстве стран мира. Այս տոնը սկիզբ է առել կանանց իրավունքների համար պայքարից, սակայն ժամանակի ընթացքում վերածվել է օրվա, երբ ամբողջ աշխարհում մեծարում են կանանց։ Во всем мире чествуют женщин. Իրականում կանանց պետք է մեծարենք ամեն օր, բայց լավ է, որ կա մի հատուկ օր, երբ բոլորը միավորվում են այդ անելու համար, ջերմ խոսքեր ասելով մեր սիրելի կանանց, այն մարդկանց, որոնց շնորհիվ մեր կյանքն ավելի պայծառ, հարուստ ու բովանդակալից է դառնում, որոնց շնորհիվ այն ձեռք է բերում իրական իմաստ։ Содержательнее и которая приобретает смысл. Потому что, женщина как Կինը տան ջերմության պահապանն է, սերունդների շարունակողը։ Կինը կյանք է պարգևում։ Ես սա ասում եմ ոչ միայն որպես ղեկավար, այլ առաջին հերթին որպես տղամարդ։ Շնորհավոր տոնը։ Մաղթում եմ ձեզ առողջություն, սեր, երջանկություն անձնական եւ ընտանեկան կյանքում։ Թող ձեր բոլոր նպատակներն ու երազանքները իրականանան։ Մաղթում եմ հաջողություններ ու նվաճումներ, թե մասնագիտական, թե անձնական կյանքում։ Մենք ձեզ սիրում ենք։ Բոլոր բարիքները ձեզ։ мы вас любим, всех благ вам. Я когда там смотрел статистику и Երբ ուսումնասիրում էի վիճակագրությունը, ես ինքս զարմացա, պարզելով, որ կանայք իրավահավասարության հասել են միայն 1945 թվականին։ 100 տարի դեռ չի անցել։ Եվ դա իսկապես զարմանալի է։ Ինչ վերաբերում է մեր կոմբինատի կանանց, սկսեմ պատմությունից։ Մեր առաջին աշխատակիցը, որը 1960 թվականին արժանացել է Լենինյան մրցանակի, մեր կոմբինատի կանանցից էր։ получила Ленинскую премию. Это произошло. Իր մասնագիտական ներդրման համար եւ ձեռքբերումների համար։ Այսօր մեր ընկերությունում աշխատում է 1023 կին, ինչը կազմում է ընդհանուր աշխատակիցների 22%-ը։ Սա 10%-ով բարձր է ոլորտի միջին ցուցանիշից։ Այդ 1023 կանանցից 48-ը զբաղեցնում են ղեկավար պաշտոններ։ 48 человек у нас на руководящих должностях. Թիվը մեծ չէ, բայց մենք աշխատում ենք այս ուղղությամբ։ Բացի այդ, 40 աշխատակցուհի ունի 30 եւ ավելի տարվա աշխատանքային փորձ, ինչը խոսում է նրանց նվիրվածության մասին։ Կարևոր է շեշտել, որ մեր ձեռնարկությունում բազմաթիվ աշխատանքային դինաստիաներ կան, որտեղ մարդիկ տասնամյակներ շարունակ աշխատել են այստեղ ձեռնարկության հիմնադրման օրվանից։ Մայրերը, հայրերը, երեխաները, թոռները, ծոռները շարունակում են այս ավանդույթը։ Սա մեր ձեռնարկության հպարտությունն է։ Прежде всего, Առաջին հերթին մաղթում եմ, որ դուք լինեք ներդաշնակ ինքներդ ձեզ հետ, այս աշխարհի, ձեր աշխատանքի հետ։ Թող ձեզ հարմարավետ լինի ամենուր։ Մաղթում եմ, որ կարողանաք դնել նպատակներ եւ հասնել դրանց։ Ուզում եմ, որ դուք երազեք եւ ձեր երազանքներն իրականանան, որ ուրախանաք ձեր երազանքների, ձեր երեխաների, ամուսինների, ձեր հաջողություններով։ Թող ձեր կյանքը լի լինի երջանկությամբ։ Ահա թե ինչ եմ ցանկանում ձեզ։ вот что хотелось бы, наверное, пожелать. Спасибо.